Գիտեք, օրհնությունը միաբանության մեջ է, ամեն։ Լուրջ օրհնությունները, լուրջ միաբանության մեջ է։ Եթե լինի լավ միաբանություն, դու լուրջ կօրհնվես։ Ամեն։ Ով է ուզում օրհնված լինի։ Բոլորս ենք ուզում։ Ոչ մեկ չի ուզում անիծված լինի։ Գիտեք, օրհնության հակառակ տեսակը դա անեծքն է։ Բայց օրհնությունը դա Աստծուց է։ Օրհնությունը այնա, որ դու քո ամեն բնագավառը քո օրհնված է։ Թե քո առողջությունը, թե քո ֆինանսական մասը քո կյանքի, թե քո միտքը, թե քո ընտանիքը, ընտանիքի մեջ փոխհարաբերությունը, երեխեք ծնող փոխհարաբերությունը։ Գիտեք, սա շատ կարևոր է, մենք պետք է ունենանք։ Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք ուրախ լինենք։ Ամեն։ Աստվածաշունչը ասում է ուրախ եղեք։ Երբեք Աստվածաշունչը չի ասում տխուր եղեք։ Միտեղ ասում է տխրողի հետ բոլորս եկեք տխրենք, որտեվ Էս էլ է պատի, որ ինչ-որ մեկը կորուստ ունի եւ այլ կամ տխուրա բոլորս պետքա միաբան լինենք անգամատեղ, բայց հիմնականում Աստվածաշունչը մեզ կանչել է, որպեսզի մենք լինենք ուրախ, ամեն։ Եվ որպեսզի մենք լինենք ուրախ, մենք պետքա օրհնված լինենք։ Ես ինչով ուրախանամ, եթե չունենամ օրհնություն։ Բայց երբ որ ես ունեմ օրհնություն, ես ուրախանում եմ։ Գիտես, միաբանության մեջ ուրախություն կա։ Միգուցե իմ մի տեղը ցավ է, բայց իմ աղբերը կամ իմ քույրը ավելի լավ լինի, ես այդ ուրախությունով կուրախանամ, ես իրա լավով կուրախանամ։ Գիտես, մենք պետք է իրար բարի ցանկանալով, իրար տեսնելով իրար օրհնություններ ուրախանանք, գնահատենք ու մեզ էլ է Տերը ներբեռնում դրա մեջ։ Հասկանում եք, եթե լինեն հանգարց ոչ կամեցողություն, ոչ ցանկություն ուրիշի լավը, սենց ասեմ, մենք չենք կարող ստանանք այն ինչ որ Տերը մեզ էլ է տալիս։ Լավ, եկեք իմ քարոզը սենց ասեմ, երբ եկեղեցին մեկ առագաստ է, այս պատկերը տենում եք, այս տեսիլքը ես ստացել եմ անցած շաբաթ, տնային խմբակի ժամանակ, երբ որ մենք աղոթք ենք անում, Աստված էսի ցույց տվեց ինձ։ Ես ուզում եմ այսօր խոսամ այս տեսիլքի մասին, խոսամ սրա կարևորության մասին, որի մեջ ներբեռնված ենք բոլորս, որի մեջ բոլորս կանք եւ բոլորս իրար հետ ունենք մեկ օրհնություն, մեկ զորություն Տիրոջից։ Օրհնողը Աստված է։ Զուրա մարդու գործերը, երբ որ մարդ ինքն իրան ինչ-որ բաներ կանի, բայց Աստված չի լինի իր կյանքում։ Բայց երբ որ դու միաբան ես ու միաբանության մեջ կա զորություն, այդ զորությունը գործում է համ բոլորի վրա, ամբողջ եկեղեցու վրա, համ էլ անհատական քո անձի վրա, քո ընտանիքի, քո կյանքի վրա։ Սա տենց է։ Ամեն, տեսեք, անցած անգամ աղոթք ենք անում, մենք այսի որպես վկայություն ես կուզենամ իմ տեսիլքով կիսվեմ ձեր հետ ու դրա մասին կխոսանք այսօր։ Տեսեք, Աստված ցույց է տալիս միաբանություն։ Երբ որ աղոթք ենք անում, եկեղեցու համար աղոթք էր գնում տնային խմբակի ժամանակ, Տերը ցույց տվեց այս պատկերը ինձ։ Ես տեսա, որ այս առագաստը սկսեց այսպես գործվել իր հետ։ Ոնց ասես գործում, այսպես միանում կտորը, այսպես սպիտակ կտոր էր, սպիտակ մաքուր, ու ինքը ասենք ներքևից այս մասից, այսպես սկսեց իրար միաբանվել, գործվել ու հասավ մինչև վերջ, այսպես այս գործը, այս ընդհանուրը, այս առագաստը ասենց միաբան եղավ ու վերջում մի քիչ դժվարություն էր, ես զգում էի այդ աղոթքից մեջ մի քիչ դժվարություն էր, բայց այսպես ոնց որ կպավ այս սյանը, ոնց որ այս առագաստը այսպես ամենագլխից այս սյանը այս գլխից այսպես բռնեց։ Ու երբ որ բռնեց, ես տեսա քամի ա փչում։ Քամին սկսեց փչել, ինքը էլ բռնեց, բայց քամին որ փչեց, գիտեք, մեղմիկ սիրուն քամի էր, որ այդ ջրերի վրայով այսպես սկսեց այս նավակը տանել։ Եվ Տերը էսի ցույց տվեց, ես սրա վրա էս իմ տեսիլքն է, ու էսի մենակ իմ տեսիլքը չէ, էսի եկեղեցու տեսիլքն է, որ ես կուզենամ այսօր խոսամ, քարոզեմ, պատմեմ, ինչ որ Աստված ցույց է տվել, որտեվ սա է օրհնությունը։ Միաբանության մեջ տեսեք, ես անցած անգամ քարոզին խոսացի, որ Տերը իր աշակերտներին ինչ ասեց, ասեց ոչ մի տեղ չգնաք, միաբան մեկտեղ եղեք։ Ու ինքը բան խոստացավ, ասեց նա, ում որ Աստված խոստացել է, ճշմարտության հոգին ասում է կգա, բայց գալու է ինքը միաբանության վրա։ Սատանան էլ էդի շատ լավ գիտի, որտեղ կա միաբանություն, Հիսուս Քրիստոսի գլխի տակ միաբանություն, դա զորություն է ունենալու։ Ամեն միաբանություն ինքը ունի իր զորությունը, Սատանան էլ իր միաբանության մեջ զորություն ունի, բայց զորությունը գալիս է, լավ թե վատ զորությունը գալիս է միաբանության մեջ։ Հիմա մենք որպես եկեղեցի, եթե մենք ունենանք ճիշտ միաբանություն, Սուրբ Հոգին է գալու։
Սուրբ Հոգին է փչելու եւ մենք գնալու ենք Սուրբ Հոգու քամով, որտեղ Սուրբ Հոգին ինքը քամի է, ինքը փչում է։ Տեսեք, նավը ես այդտեղ տեսնում եմ որպես եկեղեցի։ Սյունը դա հենց Հիսուս Քրիստոսն է։ Հենց Հիսուսն է, ես իրան sense եմ տեսնում, որ ինքն է կենտրոնում։ Ինքը այսպես կենտրոնում է եւ ամբողջ միությունը, ամբողջ միաբանությունը բռնում է հենց Հիսուսից, բռնում է հենց կենտրոնից, որտեղ Սուրբ Հոգին աշխատում է, Սուրբ Հոգին եկեղեցում փչում է, աշխատում է միայն այն ժամանակ, երբ որ կա Հիսուսը կենտրոնում։ Քանի Հիսուսը մեր կյանքի կենտրոնում է լինելու, լավ հիշի, Սուրբ Հոգին աշխատելու է քո կյանքում։ Սուրբ Հոգին անելու է իր աշխատանքը քո կյանքում, ինքը լինելու է քո կյանքում։ Հենց որ մարդը կորցնում է Հիսուսին իր կյանքից, այսինքն Հիսուսը չի էլ իր կյանքի կենտրոնը, Սուրբ Հոգին այդտեղ անելու բան չունի։ Սա պետք է մենք հստակ պարզ հասկանանք, թե անհատական, որպես անհատական անձ, թե որպես եկեղեցի։ Բայց որպես անհատական անձ, եթե ես միություն չունենամ եկեղեցու մեջ, դա այդ ձևի չի գործը։ Մենք կարանք Հիսուսին հավատանք, դա շատ լավ է, Հիսուսը միշտ պետք է լինի մեր կյանքի կենտրոնը եւ Սուրբ Հոգին աշխատի։ Բայց երբ որ մենք միաբան ենք, Հիսուսը մեր կյանքի կենտրոնն է, եւ մենք միաբանվում ենք ստեղ, Սուրբ Հոգու զորությունն է գալիս։ Մենք արդեն, գիտեք, եկեղեցին արդեն ինքը իր վրա զգում է Սուրբ Հոգու զորությունը։ Ամեն մեկը պետք է ունենա ձեր կյանքի վրա վկայություն։ Ես հավատում եմ, այս միաբանության մեջ մեկը չի մնա, որ չունենա վկայություն։ Մեկը չի մնա, որ ասի, ինչի է այն մյուսի կյանքում փոփոխություն, այն մյուսի կյանքում չկա։ Գիտես, հարցը ստեղ է, դու միաբան ես թե չէ։ Այստեղ ինքներս պետք է մեզ հարցեր տանք։ Առագաստը, որ մենք տեսնում ենք, դա մենք ենք հենց։ Դա մեր միությունն է։ Դա մի հոգի չի։ Դա բոլորս իրար հետ ենք։ Ես եմ, դու ես։ Ու քանի որ սա մենք ենք բոլորս եւ մենք բոլորս կարանք մի առագաստ ստեղծենք մեր միությունով, ուրեմն դա նշանակում է, որ մենք իրար պետք ենք։ Ամեն։ Դու ինձ պետք ես, ես քեզ պետք եմ, դուք իրար պետք, ամեն մեկս մեկը մյուսին պետքա, որպեսզի ստեղծենք այս միությունը։ Ես կխոսամ միության մասին, թե ոնց պետք է այս միությունը լինի, Աստծու կամքով պետք է այս միությունը լինի։ Իսկ համին դա Սուրբ Հոգու առաջնորդությունն է։ Զուրա, էլի եմ ասում, զուրա եկեղեցու լինել կամ չլինելը, եթե Սուրբ Հոգին չփչի այդ եկեղեցին, չտանի իր, չառաջնորդի այդ եկեղեցին, զուրա։ Դա կլինի ուղղակի ինչ-որ կլինի ինչ-որ քրիստոնեական կլուբ։ Հա, ճշմարիտ եմ ասում, տես կլինի, բայց ինձ պետք չի 1000 տարի ինձ պետք չի ինչ-որ քրիստոնեական կլուբ։ Ես ուզում եմ Սուրբ Հոգով առաջնորդվեմ։ Ես ուզում եմ, որպեսզի իմ կյանքի մեջ եւ քո կյանքի մեջ եւ եկեղեցու կյանքի մեջ առաջնորդի Սուրբ Հոգին եւ լինի մեր կենտրոնը Հիսուսը։ Գիտեք, մարդու վրա չի ստեղծվում եկեղեցին, մարդը չի հիմքը եկեղեցու։ Սիրուն քարոզները չեն հիմքը եկեղեցու, սիրուն կազմակերպությունները չեն, մենք կարանք սիրուն կազմակերպություններ անենք, սիրուն երգենք, լավ պրոյեկտներ կարանք ունենանք, բայց սա չի հիմքը։ Սա պետք է լինի, սա նորմալ է, բայց մենք պետք է այս ամեն ինչը անելով առաջնորդվենք Սուրբ Հոգով, որպեսզի Սուրբ Հոգին մեզ ճիշտ տեղ առաջնորդի։ Եվ քամին դա Սուրբ Հոգու առաջնորդությունն է։ Երբ որ կա այս միաբանությունը, անպայման Սուրբ Հոգին սկսելու է փչել։ Անպայման Սուրբ Հոգին փչելու է։ Հիսուս Քրիստոսին կպած միաբանությունը անպայման աշխատելու է Սուրբ Հոգին։ Սենց է գործում եկեղեցու շարժը, սենց է գործում եկեղեցու օրհնությունը եւ սենց է գործում ամեն մեկիս օրհնությունը։ Ամեն։ Եթե մենք էսի հասկանանք, էսի վերցնենք այսօր, էսի բռնենք, ես հավատում եմ, այս եկեղեցին կլինի օրհնված զորավոր եկեղեցի, ու քո տունը կլինի օրհնված զորավոր տուն։ Սատանան դա չի ուզում, բայց Աստված էսի ուզում է, այս միաբանությունը։ Գիտես, ծովնել էս աշխարհն է, եւ այս կյանքի ընթացքն է։ Կամ մենք կլինենք մոլորված նավակ, որ սենց մոլորված է ջրերի վրա, չգիտի ուր գնա, ոնց գնա, կամ իրա ձևերով է գնում, չէ։ Մեկը ասում է գնանք աջ, գնացինք աջ, մեկը ասում է չէ, գնանք ձախ, գնացինք ձախ։ Եկեղեցին կոլխոզ են սարքում, կոլխոզ չի։ Եկեղեցին փչում է Սուրբ Հոգին եւ միաբանության մեջ պետք է առաջնորդի Սուրբ Հոգին։ Ամեն։ Առագաստը հավատացյալներն են, եղբայրներն ու քույրերը, որոնք միացած էին միմյանց հետ, առանց նախանձի, առանց վիրավորանքի, առանց բաժանարար ինչ-որ խոսքերի։ Եթե լինի այս առագաստի մեջ, այսի մենք ենք, պատկերացրեք, մի կլետկեն, այսպես միաբան, այսպես գնում է, տեսեք ինչքան սիրուն սենց միաբանություն է ու ինչքան սիրուն է, սենց լավ նկար է ստացվել, քամին ինչքան սիրուն է տանում էսի։ Այս միաբանությունը մենակ սիրով է կազմվում։
այս միաբանությունը միայն սիրո մեջ կար, այսպես ամուր լինի ու մի ուղղություն փչի։ Պատկերացրեք, այս միաբանությունը այսպես պատրվի մեջտեղից։ Մի կողմը կասի ձախ գնանք, մի կողմը կասի աջ գնանք։ Սենց ճիշտ չի լինում, սենց չի լինում այն եկեղեցին, որը Տերն է ուզում։ Մեկը կասի ես եմ ճիշտ, մյուսը կասի չէ, մենք ենք ճիշտ։ Լինում է, շատ դեպքեր էլ ա լինում, բայց ես չեմ ցանկանում, որ մեր կյանքում, գիտեք, շատ եկեղեցիներ լսել են, որ սկսել են, մեծացել են, տարածվել են, բայց եկել է բաժանումներ իրանց կյանքում ու սկսել են բաժանվել։ Գիտեք, չեմ ուզենա երբեք սա վերապրեմ։ Չեմ ուզենա երբեք, որ մեր կյանքում լինի այս բաժանումը, որտեղ էսի ազդելու է ամեն մեկից վրա։ Ինչքան մեծ եղավ միաբանությունը մեր եկեղեցու, այնքան օրհնությունն էլ է մեծ լինելու անհատական ամեն մեկից կյանքի վրա։ Ինչքան շատ եղավ բաժանում, գիտես, բաժանված պարուսը, այս առագաստը բաժանված, ինքը երկար չի դիմանալու։ Ինչքան էլ այս կեսը ասի, մենք ենք ճիշտ, այն մյուս կեսը ասի, ինքը էլ պետք չի։ Ինքը էլ պետքա կանչի։ Շո իրան արդեն պետքա փոխեն։ Ինքը փոփոխության ենթակա է, որտեվ Աստծուն պետքա մեկ միաբանություն։ Հիշեք Հիսուսի շորը անգամ, Հիսուսի շորը գրածա ինքը երկու կտորով չէր կարած կամ իրեք։ Ինքը մի կտոր ուներ Հիսուսի շորը։ Դրա համար երբ որ իրան խաչում էին Հիսուսի շորի համար էլ տեղ չկար, կարեր չկար, որ sense կարերից քանդեին, ասեն կեսը սրան, կեսը նրան։ Բան էին գցում, վիճակ էին գցում, թե ում կհասնի այդ շորը։ Սա էլ է խորհրդանիշ, որ Տերը ուզում է մեկը, մեկ միաբանություն, բաժանություն, բաժանարար Տիրոջ մեջ չպետք է լինի։ Բայց այս ամենը մենք մենակ կարանք հասնենք իր սիրով։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը եկեղեցու կենտրոնն է ու հիմքը։ Առանց Հիսուսի եկեղեցին չի կարող կանգուն մնալ, ինչպես առագաստը չի կարող կանգնել առանց սյան։ Մենք չենք կարող լինենք միաբան առագաստ, բայց այս սյունը որ չեղավ, ինչքան էլ դու միաբան եղար, ինչքան էլ Տես, ասենք սիրո միաբանություն է, չէ, առագաստը sense կպել է իրար, բոլորս իրար հետ սիրո միաբանություն ենք, բայց էլի Սուրբ Հոգին չի փչելու, եթե չեղավ խաչը, եթե չեղավ Հիսուս Քրիստոսը կենտրոնում, բայց երբ որ կա Հիսուս Քրիստոսը, մենք բոլորս բռնվում ենք Հիսուսից, գլուխը Հիսուսն է, մենք բռնվում ենք Հիսուսից եւ Սուրբ Հոգին սկսում է աշխատել։ Միաբանություններ էլի եմ ասում, կրոնական շատ գեղեցիկ միաբանություններ շատ կան։ Մենք կողքից կարանք նայենք, ասենք, վաու, հələ տեսեք ոնց են հավաքվում, ինչքան սիրուն է իրանց հավաքույթները, անգամ եզդիները ունեն, մենք այն ժամանակ Օլդենբուրգում էինք ապրում, հենց մեր փողոցի վրա մեծ համայնք էր, եզդիների մեծ համայնք էր։ Ես գովում էի այդ մարդկանց, շատ գեղեցիկ էր իրանց հավաքույթը, ծնունդ կլինի, թախում կլինի, տոն կլինի, իրանք բոլորը մեկտեղ էին հավաքվում են ու շատ կազմակերպված, շատ գեղեցիկ, բայց ով էր իրանց առաջնորդում։ Մարդկային ինչ-որ գաղափարներ, ծիսակարգեր միգուցե, կուլտուրա միգուցե, իրանց ավանդույթներ միգուցե, հա, բայց ես չեմ ուզում, որպեսզի մեզի ավանդույթներ կամ ծիսակարգեր առաջնորդը, ես ուզում եմ, որպեսզի մեզ առաջնորդի Սուրբ Հոգի, բայց որպեսզի առաջնորդի Սուրբ Հոգի, մենք պետք է բռնված լինենք Հիսուսից։ Մեր կյանքի կենտրոնը պետք է լինի Հիսուս Քրիստոսը։ Ոչ մարդ, ոչ մշակույթ, ոչ ավանդույթ, ոչ ծիսակարգ, ոչ մի բան, մենք ունենք մեկ Տեր, մեկ հիմք, ու այս հիմքը հենց Հիսուս Քրիստոսն է։ Մի քանի տեղ Աստվածաշնչից կուզենամ կարդամ։ Տեսեք, առաջի Կորինթացիներին 3:11-ում գրած է, որովհետև ոչ ոք չի կարող ուրիշ հիմք դնել, քանի որ դրված է, որը Հիսուս Քրիստոսն է։ Ոչ ոք չի կարող ուրիշ հիմք դնել։ Գիտես, հիմքը Հիսուսն է, ու այս հիմքի վրա կառուցվում է ամեն ինչ։ Կառուցվում է մեր ճշմարտությունը, կառուցվում է մեր ազատագրությունը, կառուցվում է մեր ընթացքը այս ամեն ինչի վրա, այս հիմքի վրա։ Ու մենակ այս հիմքի վրա Սուրբ Հոգին աշխատելու։ Եթե Սուրբ Հոգին չաշխատեց մեր կյանքում, քո առանձնահատուկ կյանքում, ոչ մի հաջողության չես հասնելու, ոչ մի հաջողության։ Մենք այսօր ապրում ենք, ես անցած անգամ էլ խոսած եմ, մենք այսօր ապրում ենք Սուրբ Հոգու դարաշրջան։ Այն պահից, այն Պենտեկոստեի օրից, երբ որ Հիսուսը ասեց, ես գնացի, ընկերներ, բայց ես կաղաչեմ Հորը, որպեսզի գա Սուրբ Հոգին։ Եվ այդ պահից Գործ առաքելոց երկրորդ գլուխ երկրորդ խոսքից սկսավ եւ հանկարծ այդ հանկարծ բառից հետո սկսվեց նոր դարաշրջան, որի մեջ մենք դեռ ապրում ենք։ Մենք չգիտենք դա երբ կվերջանա, բայց դա հիանալի է։ Դա հիանալի է, որովհետև Սուրբ Հոգու շարժն է այստեղ։ Սուրբ Հոգին է առաջնորդվում։ Եվ Սուրբ Հոգին էլ եմ ասում, նա առաջնորդում է միմիայն, երբ որ կենտրոնում Հիսուսն է։ Սուրբ Հոգին է ճշմարտությունը։ Գրած է ճշմարտության Հոգին։ Եթե չլինի ճշմարտությունը, մոլորություն է։ Կարա լինի երկու ճշմարտություն։ Չէ, չի կարա։ Երկու ճշմարտություն գոյություն չունի։
կա մեկ ճշմարտություն։ Եվ ցավոք, ափսոս, այդ մեկ ճշմարտությունը այսօր աշխարհը անտեսում է։ Այսօր շատ կրոնական կազմակերպություններ այս մի ճշմարտությունը ուզում են անտեսել, հանել մեջտեղից։ Լսել եք, որ աշխարհը ուզում են գլոբալիզացնեն, մեկ պետություն ստեղծեն, մեկ դրոշ, մեկ երկիր, մեկ դրամ, մեկ կրոն, բայց ամեն ինչը ուզում են սկսեն կրոնից, որովհետև կրոնը ինքը ուժեղ շարժիչ համակարգ է, որպեսզի մարդկանց միավորի, միախմբավորի իրար հետ։ Սատանան այս պրինցիպները շատ լավ գիտի, բայց Տերը ուզում է, որպեսզի մենք էլ իմանանք։ Կրոնը կարում է դա անի, կրոնը կարում է մարդկանց այսպես միաբանի, իսկ երբ որ կա միաբանություն, այդ միաբանությունը կարա շարժես ոնց ուզում ես։ Պատկերացրեք, միաբանությունը կա, այս առագաստը ինչ տարբեր քամիներ ասես կա։ Կփչեն, մեկը ձախ կփչի, մեկը աջ կփչեն ամեն ուր, բայց ոչ ճշմարտության ուղին։ Բայց կա ուժ եւ զորություն ամեն մի միաբանության մեջ։ Բայց երբ որ մեր գլուխը Հիսուսն է, մեր կենտրոնը Հիսուսն է, մեզ փչելու է Սուրբ Հոգին, որտեւ իրա նմանը չկա։ Հոգիներ շատ կան այս աշխարհում։ Այսօր մարդիկ ինձ գալիս են նենց բաներ են պատմում, նենց հոգևոր շարժի մասին նենց բաներ են պատմում ինձ, ես զարմանում եմ ինչեր է կատարվում հավատացյալների հետ անգամ եկեղեցիներում։ Աստված ինձ ասեց սենց ինչ որ կախարդությունների մեջ են շատ-շատերը։ Աստված ինձ ասեց այն արա գնացի, այն արեցի, ես իմ հողը փորեցի, դրոշը կտրեցի եւ այլն նման ծիսակարգեր են անում։ Որտեղից էս ամեն ինչ։ Էս ինչ քամի ապչում ասում եմ։ Սուրբ Հոգու քամին ճշմարտությունը միայն Աստծո խոսքի վրա է աշխատում։ Եթե ինչ որ մի կա մի ընթաց, որ դու ընթանում ես այդ ընթացքով ու քո մոտ կասկած է գալի, համեմատի Աստծո խոսքին համեմատ է քո ընթացքը, քո եկեղեցին, քո հավատքը, քո շարժը, քո գործողությունները, քո ականջը, որ լսում է եւ կատարում է։ Եթե Աստծո խոսքին համեմատ չի, դա Սուրբ Հոգին չի, որտեվ քամիները իրանք տարբեր են լինում։ Ես ավիացիայում աշխատել եմ, մենք քամին ստեղ չի երևում, չէ՞, Հիսուսը ասում է, քամին չես տենում, որտեղից է գալիս, որտեղ է փչում, ուր է գնում, ուր է գալիս։ Ավիացիայում մենք սամալյոտի մեջ sense պրիբոր կա, ու դու կարող ես տեսնես քամիները, պատկերացրեք։ Այնտեղ ամեն ուղղությունը տարբեր գույներով է ցույց տալիս, ու դու կարող ես տեսնես, մեկը ձախից է փչում, մեկը հակառակ քամի է, մեկը աճից է փչում, դու քամիները կարող ես տեսնես։ Ու այնքան տարբեր քամիներ կա։ Քամի կա, որ պետքա շրջանթես, քամի կա, որ պետքա, տեսեք, որպեսզի ինքնաթիռը քիչ ծախս լինի, դու բռնում ես մի հատ sense քամի, որը քեզ հետևից այսպես փչում է, երբ որ սամալյոտը մտնում է այս քամու հոսքի մեջ, չէ՞, ասենք դու գնում ես հյուսիսից հարավ, ու հյուսիսից հարավ մի հատ քամու հոսք ես երբ որ բռնում, ինքնաթիռը տենց է։ Ու այս հոսքի մեջ երբ որ մտնում ես, ինքնաթիռը շատ քիչ վառելիք է ծախսում։ Ու այս հոսքը մի հատ է, մի հատ ճիշտ հոսք ես բռնում ու գնում ես։ Տեսեք, սա ուղղակի օրինակ է։ Մենք էլ ունենք մի հատ հոսք, մի հատ քամու հոսք, որը Սուրբ Հոգու քամու հոսքն է, Սուրբ Հոգին է փչում, որտեղ հոգիներ շատ են, տարբեր են, միլիոնավոր, միլիարդավոր կան տարբեր հոգիներ ու հոգևոր շարժեր։ Դու կարող զգաս, ասես, վայ, էսի օրինակ այս շարժը, այս հոգևոր զգացմունքների ինչ որ հրաշքներ են, գերբնական բաներ են, բայց ճշմարտությունը մեկն է։ Ճշմարտությունը մեկն է, գիտեք, մենք ճշմարտության հոսքը պետք է բռնենք ու ճշմարտությունը որպեսզի մենք չշփոթվենք, տեսեք Հիսուսը այն ի սկզբանե ասում էր, նայեք, հանգարց մեկը ձեզ չխաբի, եկեղեցի ջան, նայեք հանգարց մեկը մեզ չխաբի, որտեվ շատ կարևոր է։ Խափնվածներ շատ այսօր կան, խափեբաներ շատ կան այսօր, նամանավանդ այս վերջին շրջանում, որ մենք ապրում ենք, այս դարում, որ մենք ապրում ենք, գիտեք, խափեբաներ շատ կան։ Եվ Տերը ցույց է տալի, որ մենք չխափնվենք։ Եթե մենք Իրանից բռնվենք, ասեց Սուրբ Հոգին որ գա, ինքը իրենից ոչ մի բան չի խոսալու, ինքը իրենից ոչ մի բան չի անելու։ Ասեց ինչ որ ինձանից ստացել, կստանա էթիկանի։ Ու մենք էլ շատ լավ գիտենք ինչն է Հիսուսը խոսում։ Տերը չի փոխվում, ոչ երեք, ոչ այսօր, ինքը հավիտյան նույնն է։ Ինքը իր խոսքից դուրս ուրիշ ոչ մի նոր բաներ չի անելու։ Սա մեզ բավարար է, իհարկե սա մեզ բավարար է։ Ինչ որ ասում է հայտնի է, դա մարդկանց եւ մարդկանց որդիների համար է հայտնի։ Սա մեզ լիովին այսպես բավարար է, որպեսզի մենք ճշմարտության մեջ քայլենք։ Այն խոսքը, որ մենք արդեն ունենք։ Ամեն։ Եվ ինչքան ասում եմ, ինչքան մենք կպած լինենք Հիսուսին, Հիսուսը լինի մեր կյանքի կենտրոնը, այնքան Սուրբ Հոգին
ճշմարտության մեջ է տանել։ Այնքան մենք կարանք արխային լինենք, սենց ասել։ Քանի Հիսուսն է քո կյանքի կենտրոն, արխային եղի, լավ է լինել։ Միայն խնդրում եմ, չկենտրոնանաս քո վրա երբեք։ Մի կենտրոնացի քո վրա կամ ինչ որ մի մարդու վրա։ Գիտեք, երբ որ Հիսուսը կենտրոնից կորում է մարդը սկսում է կենտրոնանալ ուրիշի վրա։ Իրան մեկը կենտրոն պետք է, ամեն մեկից պետք է ինչ որ մի կենտրոն, որպեսզի այդ կենտրոնը մենք ունենանք եւ առաջնորդվենք։ Ամեն մեկից պետք է։ Ու եթե Հիսուսը չկա, մենք կենտրոնանանք ուրիշ տեղեր։ Մեկը մյուսի վրա, ինքը իրա վրա, մարդը կզգա, որ ինքն է կենտրոնում, բոլորը իր շուրջ են պտտվում։ Նախարարինը մարդը կենտրոնանում է ինքը իր վրա։ Եթե տեսնում է, չէ, ինքը չի ձգում, որ կենտրոն լինի, ինքը սկսում է կենտրոնանալ մի ուրիշի վրա։ Ինքը սկսում է կենտրոնանալ հովիվի վրա, կամ մի հատ ինչ որ առաջնորդի վրա։ Պողոսը ասում էր, ով է Պետրոսը, ով է Պողոսը, ով է մյուսը։ Ով է մեզ փրկել։ Հիսուսը։ Եկեք կենտրոնանանք Հիսուսի վրա։ Մենք բոլորս իրար ծառայում ենք ինչով սիրով։ Իրար ծառայում ենք ինչով միաբանությունով։ Եվ Աստծո սերը դա ամենաուժեղ այն կպցնող հատկությունն է, գործիքն է, որ sense գործում է, sense մեզի այսենց իրար հետ պատկերացրեք, այս կտորը, այս մեծ կտորը ոնց է գործվածք, այսենց իրար մեջ մտած, չէ։ Պատկերացրեք, դա անում է Աստծո սերը։ Այս գործը միաբանության ու ինքը շատ ձիգ է, ընդհանրապես այս առագասները իրանք շատ ձիգ կտոր են լինում, որպեսզի քամուշ չպատրվեն ու իրանք արանքներ չեն ունենում, որպեսզի քամին արանքներից դուրս չգա, բայց ինքը կատարի իր գործողությունը, այսի շատ ձիգ կտոր է։ Եկեք Աստծո սիրո մեջ լինենք, Աստծո սիրո մեջ միաբանված լինենք ու Հիսուսին բռնած լինենք։ Նա ամեն բանից առաջ է եւ ամեն բան նրանով է կանգուն։ Ամեն բան Հիսուսով է կանգուն։ Տեսեք, Հիսուսը ասում է, ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը։ Սա մի ուրիշ օրինակ է Տերը բերում, ասում է, ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը, ասում է Հիսուսը։ Նա ովի մեջ է, մնում է, եւ ես նրա մեջ եմ։ Նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Տեսեք, առանց Տիրոջ, եթե մենք քրիստոնյա ենք, քրիստոնեական եկեղեցի ենք, Քրիստոսն է մեր առաջնորդը, Քրիստոսն է մեր գլուխը, Քրիստոսն է մեր կենտրոնը, պետքա միաբան լինենք Քրիստոսի հետ եւ իրար հետ, միմյանց հետ։ Ամեն։ Եկեղեցու հիմքը մարդը չի, եկեղեցու հիմքը հովիվը չի, եկեղեցու հիմքը ծառայությունները չեն, սրա վրա էլ պետք չի կենտրոնանալ, որ ես ծառայում եմ, ուրեմն վсё, ամեն ինչ օքեյ է։ Տերը ուրեմն արդարացնում է ամեն ինչ։ Գիտես, մենք մեր ծառայությունով չենք արդարանում Տիրոջ դեմը։ Սրա վրա էլ հիմք մի դրեք, որ ես ծառայում եմ, ամեն ինչ օքեյ է, վсё, դա ինչ չի։ Դու չծառայես, մեկ ուրիշն է ծառայելու։ Տիրոջ մարմինը շարժվելու է։ Այսի պետք է մենք լավ իմանանք։ Եթե միտեղ կա ծնունդ, դա Տիրոջ մարմինն է։ Ու ինքը շարժվելու է, ամեն օրգան աշխատելու է։ Դա մեր կամքից չի, մեր ուզելուց չի, դա Տիրոջ կամքից է։ Եթե մեկն էլ չծառայ, մյուսն է ծառայելու։ Բայց ինչքան լավ է, որ ամեն մեկս մեր տեղը գտնենք Տիրոջ մարմնի մեջ եւ ամեն մեկս կատարենք այն ֆունկցիան, որը որ Տիրոջ կամքով է, մենք պետքա դա զգանք։ Շատ կարևոր է, սիրելիներս, որ ինչ որ մի ֆունկցիա դու անպայման կատարես։ Միգուցե դու դա չես էլ հասկանում, բայց դու հաստատ իմացի, եթե դու եկեղեցու մեջ ես, ու դու միաբան ես, ու դու օրհնվում ես այս եկեղեցում, որոնց դու ինչ որ մի ֆունկցիա կատարում ես։ Միգուցե դու դա չես հասկանում, չես տեսնում։ Եկեղեցու հիմքը մարդկային ծրագրերը չեն, եկեղեցու հիմքը հենց Հիսուս Քրիստոսն է։ Եթե Հիսուսը կենտրոնում չի, սկսվում է խնդիրները։ Նախանձ, համեմատություն իրար հետ, մեր հայերեն ասած գոնկեքը սկսվում է, չէ՞։ Եթե Հիսուսը կենտրոնում չի, եթե ես Հիսուսին չեմ նայում իմ ծառայության մեջ, եթե իրան համար չի իմ ծառայությունը եւ իմ քույր եղբայրների համար չի իմ ծառայությունը, բայց առաջին Հիսուսի համար։ Դες ես կհամեմատվեմ անպայման կսկսեմ համեմատվել ուրիշների հետ։ Եկեք ասեմ, հն են եղբայրը ավելի լավ ծառայեց, քան ես ծառայեցի, կամ այնի ավելի վատ են։ Սկսում է այսպես մարդկային այս մրցակցություն։ Եվ երբ որ կա այդ մրցակցությունը, կա վիրավորանքներ։ Մարդիկ սկսում են վիրավորվել իրար հետ, որտեվ այդ մրցակցության մեջ վիրավորանքներ կան։ Գիտեք, սատանան շահագրգռված է, ու ինքը մեծ շահ ունի, որպեսզի քանդի Տիրոջով միաբանությունը։ Այս քրիստոնյաները, որ sense կազմել են այս առագաստը, որպեսզի Տիրոջ համար միաբանվեն, որպեսզի Տիրոջ անունով միաբանվեն, սատանան մեծ շահ ունի, ինքը շահագրգռված այսի պատրի։
Եթե ես միաբանություն էլի եմ ասում, լիներ եզդիների հավաքույթ, ինչ որ աշխարհային ինչ որ կլուբներ, լիքը տարբեր միություններ կան, չէ՞ որ մենք գիտենք։ Սատանան դե շահագրգռված չի, որտեվ իրան այդտեղ սատանային այս տարբեր միաբանությունների մեջ ոչ մի բան իրան դեմ չի կանգնում։ Հա, sense tenets աշխարհի իշխանը գրածա իրանն է, բայց երբ որ սկսվում է մի միաբանություն, որը Հիսուսն է գլուխը, այստեղ սատանան չի կարող դիմանալ։ Այստեղ ինքը սկսում է բզբզվել, մեր հայրենով ասած։ Այստեղ ինքը սկսվում է անել ամեն ինչ, որպեսզի պատրեսի, որպեսզի չլինի, որովհետև ինքը վախենում է։ Սատանան քեզանից վախենում է, գիտես։ Սատանան վախենում է քո հավատքից, սատանան վախենում է հանգարց ու սիրով չմիաբանվես տեղ, որտեվ քո գլուխը Հիսուսն է։ Որտեվ այն ով որ սատանայի գլուխը ջախջախեց, ոտքերի տակ գցեց, ասեց եկեղեցու ոտքերի տակ է սատանայի գլուխը։ Եվ դրա համար որ ինքը չլինի քո ոտքերի տակ, ինքը աշխատելու է քո հին բնության վրա, քո հին մարդու վրա, Ադամից ստեղծված, Ադամից ծնված քո հին մարդու վրա, այսինքն քո մարմնական բնության վրա ինքը սկսելու է ազդել, նախանձա բարձրացնելու, տեսանկյունդ փոխելու է, ասելու է հլնայի սրան, հլնայի նրան, բամբասանքներ բերելու քո կյանքում, վատ մտքեր տալու քեզ, ինչի համար, որպեսզի բաժանի, որպեսզի քաշի, որպեսզի պոկի, որտեվ ինքը վախենում է, բայց մենք պետք է լինենք միաբան, ու չկենտրոնանանք ինքներս մեր վրա, որտեվ եթե մենք սկսեցինք կենտրոնանալ մեր վրա, ես, իմ անձը, ինձ լինի լավ, մնացածին հետո, հիշում եք անցած անգամ քարոզի մեջ ինչ ասեցի, ես գալիս եմ եկեղեցի, որպեսզի քո համար լավ լինի, ես գալիս եմ եկեղեցի, որպեսզի ինչ-որ մի բան տամ եկեղեցում, ինչ-որ մի բանով օգնեմ, ինչ-որ միտեղ լրացնեմ, բոլորի համար։ Եվ այս սկզբունքով մենք պետք է գանք եկեղեցի, ոչ թե իմ անձը շահելու, պաշտպանելու, իմ անձի կարիքը լրացնելու համար, այլ ես գալիս եմ, որ Քրիստոսի մարմինը լրանա իծանով։ Եվ Քրիստոսի մարմինը դա ես ու դու ենք։ Եթե մենք ունենանք այս սկզբունքը, մեր եկեղեցի գալը, անգամ սկսենք սրանից, էսի առաջի քայլերն են, ոնց է, առաջին քայլերը գնում են առաջին դասարան, դպրոց։ Չէ՞, մարդն էլ տենց իր առաջի քայլերը տիրոջ մեջ սենց ան։ Ես գնում եմ եկեղեցի, դեռ ոչ մի բան չգիտեմ, ես գնում եմ եկեղեցի։ Գիտես, բայց սկզբունքը ճիշտ եթե դրեցիր քո եկեղեցի գալու, ես գալիս եմ եկեղեցի որպեսի տամ, որպեսի իմ ուժը ներդնեմ եկեղեցում, իմ կյանքը ներդնեմ եկեղեցում, եւ դու ստեղից օրհնվելու ես, քո անձը հենց ստեղից է նորոգվել, որտեվ Հիսուսի զորությունը եւ Սուրբ Հոգու քամին հենց այս միաբանության մեջ է աշխատելու։ Եվ սա ազդելու է ամեն մեկի վրա, ամեն մեկի կյանքը լիա լինելու Սուրբ Հոգով։ Սիրելիս, սա թող նշան լինի քո համար։ Ես գիտեմ մարդիկ ովքեր օրհնվում են։ Ես գիտեմ մարդիկ անգամ թող լինի, ասենք ես առագաստը փոքր, բայց միաբան։ Եվ ես հավատում եմ, որ Տերը ուզում է ավելի ու ավելի բարձրացնի, ավելի ու ավելի մեծացնի։ Ինքը կարա փոքր նավակ լինի, փոքր առագաստ, բայց հետո Տերը մեծացնելու է հաստատ։ Ինքը մեծացնելու է, բայց ավելավա փոքրի մեջ միաբան լինես ու դու օրհնվես, ու քո եկեղեցին օրհնվի, կամ թե միաբան չլինես ու ոչ դու օրհնվես, ոչ էլ քո ընտանիքը։ Գիտես, սիրելիս, մենք պետք է այս նշանները մեր կյանքի վրա զգանք։ Սա զգալիորեն պետք է լինի մեր կյանքի վրա։ Եթե դու չես օրհնվում, ես գիտեմ մարդիկ ռեալ օրհնվում են, կան վկայություններ, լուրջ վկայություններ կան, որ մարդիկ ուղղակի այս միաբանության մեջ օրհնվում են։ Բաներ է իրանց կյանքում կարտար, դա Տերն է, Սուրբ Հոգին է դա, Ժորժ ջան, դա Սուրբ Հոգին է, դա գիտես ինչ է, դա Սուրբ Հոգին տեսնում է, մենք Աստծուն չենք կարող խաբենք հանգարտ, ասենք ես եկել եմ եկեղեցում նստել եմ, ճիճկեն դրեք, всё, դե թո լավ լինի իմ համար, եկա բախի լավ չեղա, մի րոպե քո սիրտը միաբան այդ եկեղեցում, Աստված սիրտ քննողը, եթե դու իրոք սիրտ ես դրել, այնտեղ են հավաքույթի մեջ, որտեղ Հիսուսն է մարդկանց հավաքում, եթե դու իրոք դրել ես սիրտ, քո սրտով միաբան ես, դու հաստատ օրհնվել ես ու դու կտեսնես դա քո կյանքում։ Բայց եթե չես օրհնվում, դա քեզ նշան է, որպեսզի դնես սիրտ։ Սա տեղը, որտեղ դու կարաս ցանես եւ հավաքես, դնես քեզ եւ վերցնես քեզ։ Ասում ով իր անձը կպաշտպանի այս աշխարհում, նա կկորցնի իր անձը։ Բայց ով իր անձը դնի, հանուն ինձ Հիսուսը ասում է, նա կշահի իր անձը։ Գիտես, մի հատ տեղ կա ցանելու
քո կյանքում, որ դու կարաս ցանես եւ համոզված լինես, որ կհնձես, դա եկեղեցին է։ Մի հատ տեղ կա, որ դու կարաս քո սիրտը, քո անձը դնես քո եկեղեցում, ասես Տեր, էսի իմ տեղն է, էսի իմ ծառայությունն է, էսի իմ կանչվածությունն է։ Ես միաբան եմ Տեր Հիսուս, ես որտեվ քեզ եմ տենում Հիսուս։ Սիրելիս, եկեղեցում շատ կարևոր է դու Հիսուսին տեսնես։ Շատ կարևոր է դու զգաս Տիրոջ գործերը քո կյանքում։ Ամեն մեկը թող իր մեջ պատասխանի։ Արդյոք Հիսուսն է իմ կյանքի կենտրոնը։ Արդյոք Հիսուսն է մեր եկեղեցու կենտրոնը։ Որպես հովիվ ասեմ, այո։ Ամեն։ Հիսուսն է մեր եկեղեցու կենտրոնը։ Ես նայում եմ մենակ Հիսուսին։ Ես նայում եմ իր գործերին, ես նայում եմ իր խոսքերին, եւ բոլորս պետքա նայենք Հիսուսին, իր գործերին, իր խոսքերին եւ շարժվենք միմիայն Աստվածաշնչյան հիմքերի վրա։ Խնդրում եմ, սիրելիներս, ով կուզենա լինի ինձանից սկսած, եթե ինչ-որ մի քայլեր կլինեն, շարժ կլինի եկեղեցում, որը չի համապատասխանի Աստվածաշնչին, կարանք համարձակորեն կանգնեցնենք։ Սկսած ինձանից։ Կարակ կանգնեցնեք, ասեք, հով ես ինչ ես անում։ Մենք պետք է շարժվենք մենակ Հիսուսով։ Գիտես, մեզ պետք չի քրիստոնեական ինչ-որ հավաքույթներ, կլուբներ, շարժեր, որը որ Հիսուսը չպետք է լինի կենտրոնը ու Սուրբ Հոգին չպետք է առաջնորդի եկեղեցին։ Արդյոք մենք ծառայում ենք Քրիստոսի համար, եթե ոչ մեր անձնական փառքի համար։ Եթե Հիսուսը կենտրոնում է, ապա նա մեզ ոչ միայն իր հետ է միաբանում, այլ իրար հետ էլ է միաբանում։ Եթե իմ կյանքի կենտրոնը Հիսուսն է, ես միշտ Հիսուսին եմ նայում, ինքը համ մեզի միաբան քեզ կպցնում է իրան ու մեզ էլ իրար հետ է միաբանում։ Ահա, խաչի օրինակն է։ Եթե մեր կյանքի կենտրոնը Հիսուսն է, այսինքն Հիսուսը համ քեզի այսինքն իր հետ է միաբանում, համ էլ այսինքն մարդը մարդուն։ Այս միաբանությունը ոչ մեկ չի կարող հանդի, որտեվ կենտրոնը Հիսուսն է։ Եվ հավատացյալները պետք է լինեն մեկ ամբողջական առագաստ։ Ամեն։ Առագաստը կարող է ընդունել քամուն միայն այն ժամանակ, երբ այն ամբողջական է։ Եթե առագաստը պատրված է, քամին չի կարող նավը ճիշտ շարժել։ Եթե լինեն բաժանումներ, եթե քանդված լինի ամեն ինչը, եթե ճեղքում լինես ամեն ինչի մեջ, նավը ճիշտ ուղղությամբ չի գնա։ Բայց մենք կարանք տեսնենք այս պատկերը, որ եկեղեցին էսի մի նավակ է, մի նավ է, որը որ այս ջրերի վրայով պետքա գնա։ Ջրերը այս երկիրն է, այս ազգերն են, որտեղ ապրում ենք, մեր կյանքի ընթացքն է, բայց մենք պետքա ոչ թե ջրերի մեջ լինենք այս աշխարհի մեջ, ջրերի վրա։ Տերը մեզի sense նավա դրե ու ջրերի վրով գնում ենք, տեսեք։ Ինքը ասում է շատ նման կլինի վերջին օրերին, ու իրոք նման է։ Իրոք նման է, որ մենք ջրերի մեջ չենք խեղդված։ Մեզ Տերը նավակ է մատուցել։ Իրա մարմինն է մեզ այսօր Տերը մատուցել, որ մենք իրա մեջ լինենք, ինքն էլ մեր մեջ լինի։ Պատկերացրեք, էսի Հիսուսն է, մենք իրա մեջ ենք, ինքն է մեր մեջ է, ինքն է մեր մեջ է, Սուրբ Հոգին էլ տանում է այս ամեն ինչը։ Սուրբ Հոգին էլ տանում է, գիտեք ուր է գնում։ Այս նավակով կասի ուր է գնում, ով կար ասի։ Այո, դեպի երկինք, դեպի Պապա։ Ուզում ես հանդիպես քո հոր հետ, միաբան եղի։ Ու թույլ տուր, որպեսզի Սուրբ Հոգին տանի դեպի մեր վերջնակետը, որ մենք պետքա հանդիպենք։ Դա հայրն է։ Մենք պետքա մեր հոր հետ հանդիպենք։ Ուրիշ կյանքի նպատակ չկա, սիրելիս, էսի պետքա լավ իմանաս։ Ոնց ուզում ես ապրի, ինչ ուզում ես արա, բայց հիշի քո գլխավոր կյանքի նպատակը, միգուցե դու դա չես պատկերացնում կամ չես գիտակցում, շատ ափսոս որ չես գիտակցում, բայց կուզենամ որ դու գիտակցես, սա ճշմարտություն եմ ասում, քո կյանքի ամենակարևոր նպատակը վերջնակետը, որ դու քո հոր մոտ հայտնվես, որ դու քո հոր մոտ հասնես, ով քեզ ծնել է, եւ ինքը քեզ սպասում է, եւ ինքը քեզ մատուցել է ամեն ինչ արել է քո համար, որպեսզի դու մինչև վեր դիմանաս ու իրան հասնես։ Ասում է, ով մինչև վեր դիմանա, նա կփրկվի։ Մեզանից է կախված շատ բան։ Մենք ոնց ենք հոր մոտ գնում։ Միաբան, իրար կպած, սիրով եւ հույսներս դերել ենք Սուրբ Հոգու ուղղության վրա, որ ինքն է մեզ ուղում եւ տանում, որտեղ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, Էսա որ կա մեկ ճանապարհ, Հիսուսը ասում է մի հատ է ճանապարհը։ Եթե Հիսուսը էլի եմ ասում, չեղավ մեր կենտրոնը, մենք չնայենք Հիսուսին մեր ամբողջ կյանքով, սա փչելու է, մենք հոր մոտ չենք հասնի, մենք չգիտեմ ուր կհասնենք։ Բայց Հիսուսը մեզ տանում է հոր մոտ։ Ինչքան նայենք Հիսուսին, իր հոգին մեզի փչելու է, ու սենց գնալու ենք դեպի Հայրը։ Գնալու ենք դեպի Հայրը։ Գիտես սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կարող է քո մտածած պատկերացումից ուրիշ բաներ լինի, որ դու չպատկերացնես, բայց դու պետքա
Համաձայնվես, եթե խոսքը տենց է ասում։ Միտեղ կարող է քո անձը ասում է, բայց սենց ճիշտ չի, բայց սենց սկսես ճիշտ ու սխալներ ես անում քո կյանքում։ Բախի էնի տենց չարեց, բախի ես պետք է սենց անեմ, ինչ-որ այսից նշանակում է, որ դու կենտրոնացել ես քո վրա կամ ուրիշի վրա։ Մի արա քո կյանքում նման բաներ, որտեղ սատանան միշտ ուզենալու է, որպեսզի քո հին անձը, քո հին բնությունը քեզ կոնտրոլ անի, որտեղ երբ որ քո հին անձը, քո հին բնությունը Ադամից ծնված սկսում է քեզ կոնտրոլ անել, ստեղ անպայման բաժանումներ է գալու, որտեղ այս միությունը, քրիստոնեական միությունը չպետք է մեր հին անձով, մեր հին մտածելակերպով։ Ես սենց եմ կարծում, ես սենց եմ ուզում, ես սենց եմ զգում, ես սենց եմ պատկերացնում։ Եսը, Հիսուսը ասում է, շպրտեք մի կողմ, պետք չի, այդ եսը քո թշնամին է։ Ասում է, ով ուզում է իմ հետևից գա, թող իր եսը թողնի, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Մենք միաբան պետք է լինենք ու ոչ թե մեր եսով ապրենք, այ Հիսուսով ապրենք։ Միգուցե իմ հին անձը տենց է կարծում, բայց գնա հեռու ինձանից այդ թշնամի։ Բայց իմ Աստված, որը ինձ սիրում է, որը իմ համար խաչն է բարձրացել, որը ինձ կյանք է տվել, որը իմ համար մատուցել է, տվել է ամեն կոմֆորտը, որ ես sense միաբան մենակ չլինեմ, մենակ անտեր չլինեմ, միաբան լինեմ եւ գնամ իրա ջրերի վրայով իրա քամին այսպես փչի ու տանի ինձ հասցնի տեղ։ Ամեն կոմֆորտ Տերը տվել է։ Տեսեք, մի հոգու չի թողել sense առանձնահատուկ ամեն ոնց ուզում եք գնացեք։ Ով ոնց ուզում է թող գնա։ Ճամբարել ենք, չէ՞, գնում, ասում եմ եկեք միաբան գնանք, sense ավտոները sense իրար հետևից միաբան գնա։ Մարդիկ կան ասում են, դե այս ժամին ընդեղ լինենք, ով ոնց ուզում է գնացեք, բայց ես սիրում եմ միաբանություն։ Եկեք միաբան լինենք, Աստված որտեվ սիրում է միաբանություն։ Աստված տվել է։ Ինչքան լավ էր, չէ՞, միաբան ճանապարհ գնալը։ Մենք կարային կանգնենք, իրար հետ հաց ուտենք, իրար հետ աղոթենք, պաուզա անենք ճանապարհներին, հետո ճանապարհ գնանք։ Տեսեք, միաբանության մեջ սատանան կուրանում է։ Միաբանության մեջ Աստված փակում է սատանայի ականջները ու սատանայի աչքերը, որ նրա ձեռքերն է չհասնի միաբանությանը։ Շատ կարևոր տեղ եմ կարդում։ Աստվածաշնչյան մի քանի հիմքեր կխոսամ իմը։ Եփեսացիների 4-րդ գլուխ 3-ից 4 խոսքերը կկարդամ։ Ջանալով պահել հոգու միությունը խաղաղության կապով, մեկ մարմին եւ մեկ հոգի։ Ինչ պետք է անենք սրա համար, որպեսզի պահենք հոգու միությունը, մեկ մարմին եւ մեկ հոգի ջանալով, այս բառն եմ ուզում, որպեսզի մենք տեսնենք, ջանալով հոգու միությունը խաղաղության կապով պահեք։ Դրա համար պետք է դնել ջանք է պետք դնել։ Եթե մենք ջանք ենք դնում, ջանքը ինչ է։ Նախ առաջինը ընտրություն։ Եթե ես ունեմ ընտրություն, ես ջանք եմ դնում։ Ոնց եմ ջանք դնում։ Գործով, ցանկանալով, հետո ջանքը գիտեք ինչ է։ Ջանք բառը մի հատ, եկեք այս ջանք բառի վրա կանգնենք։ Երբ որ դու ներում ես, դա ջանք է։ Երբ որ դու քո եսը կտրում ես ու դնում ես մի կողմ, դա ջանք ես անում, դա հեշտ չի, սիրելիս։ Ես որ հիմա խոսում եմ, ես չեմ ասում հեշտ է, բայց երբ որ դու ջանք ես դնում, դու տեսնում ես Աստծո օրհնությունները։ Երբ որ քո եսը կարա բարձրանա քո աղբոր կամ քո քրոջ վրա, ու դու ասես ինքը ճիշտ չի ու ինչ որ այս բանի մեջ գա ասենք բաժանումներ, պետքա միշտ մտածենք, պետքա միշտ գիտակցենք, եթե իմ եսը բարձրանում է ինչ որ մեկի վրա, իմ միության մեջ ինչ որ մեկի վրա իմ եսը բարձրացավ, ու ես այս իմ եսով, իմ դատելով, իմ չգիտեմ, միգուցե ես ճիշտ եմ, լավ, բայց եթե սա պետքա բերի բաժանում, ես պետքա անեմ ջանք, որպեսզի ավելնորդ ոչ մի բան չխոսամ, ավելնորդ ոչ մի քայլ չանեմ, բայց թողնեմ Տիրոջը, աղոթեմ, թողեմ աղոթքով Տիրոջը, որտեղ մարդու ճշմարտությունը միգուցե դու ճիշտ ես, բայց մարդու ճշմարտությունը կամ մարդու բարկությունը ոչ մի ճշմարտություն չի գործում։ Մարդու բարկությունը կամ մարդու դատապարտությունը ոչ մի ճշմարտություն չի գործում։ Մեր կյանքերում շատ է եղել, երբ որ մենք ներել ենք, թողել ենք Տիրոջը, Տերը նենց սիրուն է այս հարցերը լուծե։ Մենք էլ ենք զարմացել, չէ՞։ Շատ է եղել իմ կյանքում, որ ես ձեն չեմ հանել, թողել եմ Տիրոջը, օրինակ տարբեր բաներ կա, բայց Տերը այնքան սիրուն է այս հարցը, ասում եմ փառք ես Հիսուս, մենք մարդկայինորեն երբեք չենք կարա դա անենք։ Եվ ստեղ ինչ է գալիս, որ դու շահում ես, դու կարաս քո աղբորը կամ քո քրոջը ոչ թե պոկվես իրանից, այլ ավելի շատ շահես իրան, ավելի շատ միաբան լինես իր հետ, եւ դա անում է Տիրոջ սերը։ Տիրոջ սիրո մեջ չկա նախանց, չկա կռիվներ, չկա բաժանումներ, չկա գոռոզություն, չկա այն հայերեն ասած գոնկեքը, չկա։ Սիրո մեջ կա խաղաղություն, շուշկալություն, սեր, միաբանություն եւ էսի զորությունը։ Աստծո զորությունը միշտ հիշեք, սիրո մեջ է։ Աստծո զորությունը իր սիրո մեջ է։ Ու ինչքան դու սիրո մեջ միաբանված լինես, այնքան
Սուրբ Հոգին աշխատելու է, բայց սրա համար էլ եմ ասում, մենք պետք է դնենք ջանք անենք, Աստծո արքայությունը նահանջելու համար գործողություն է պետք, ջանք է պետք դնել, ասա ես ջանք եմ դնելու, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Աստծո ճշմարտությունը լինի, ոչ թե իմը թողելու եմ, իմը իջացնելու եմ, իմ էմոցիաներին ասելու եմ ստոպ, գալու է, ես էսի գիտեք խեմ ասում, որտեվ լինելու է, ես գիտեմ դու կզգաս քո կյանքում լինելու է, մենք բոլորը սիրելիներս մարդ ենք, ու ընկած մարդ ենք, ու խնդիրներով, այսպես խնդիրներով մարդ ենք, բայց մենք ճշմարտությունը ճանաչեցինք, մենք ճանաչեցինք Հիսուսին, մենք ճանաչեցինք մեր Տիրոջը, մենք ճանաչեցինք կատարյալին, եւ ուզում ենք այդ կատարելությանը հասնենք, ամեն, ուզում ենք հասնենք, դրա համար պետքա ջանք անենք միտեղ, ավտոմատ ինքն իրան ոչ մի բան չի լինում, եթե կա ընտրություն, կա որոշում, եսը թողել, էմոցիան իջացնել, ավել պակաս չխոսալ միտեղ եւ հույսը դնել Տիրոջ վրա, աղոթքով, հնազանդությունով, խաղաղությունով ամեն ինչին մոտիկան, գիտես թե հաղթանակ կա, որտեվ հետի սերն է խոսում տենց, իր դատապարտությունը ուրիշ լեզվով է խոսում։ Ես չեմ ուզում սատանայի լեզուն օգտագործեմ։ Իմ կյանքում, իմ ընտանիքի մեջ, իմ ծառայության մեջ սատանայի լեզուն չպետք է օգտագործվի։ Մեր բերանի բառերը պետքա լինեն շնորհքով լցված։ Ամեն բառ ինչ որ խոսում ենք, դրանք պետքա կյանք բերեն եւ միություն։ Եվ այն բառը, այսի պետքա մենք շատ ուժեղ գիտակցենք։ Այն բառը, որ ես խոսամ, կամ այն շարժումը, կամ այն էմոցիան, որ ես ցույց տամ, որ ինքը պետքա բերի բաժանություն, դա մահ է, որ պետքա բերի մահ, դա լավ չի, որ պետքա սատանայական լինի, ես պետքա կանգնացնեմ այդ ամեն ինչը, որտեվ մեր մեջ կա թշնամի եւ կա բարի։ Մենք պետքա կարողանանք զանազանենք, թե ով է մեզ առաջնորդում։ Աստված մեզ իր հոգով առաջնորդում է դեպի բարին, դեպի ճշմարտությունը, բայց սատանան մեր հին անձը առաջնորդում է, որպեսզի մեր հին անձը մեզի կոնտրոլ անի, ու մեր հին անձը մեզ առաջնորդի։ Դա բաժանություններ է լինելու։ Անկամ Հիսուսը աղոթում էր մեր միաբանության համար։ Տեսեք Հիսուսի աղոթքը Հովհաննեսի 17-րդ գլխում ինքը ասում է 21-րդ խոսք, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինքը հորն է աղոթում Հիսուսը։ Ասում է որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հայր իմ մեջ ես եւ ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեզանում մեկ լինեն։ Այս միաբանության մեջ սիրելիներ կա ուժ, կա սեր, կա Աստված։ Ուզում ես Աստված քո մեջ լինի, քո ընտանիքում, քո կյանքում, միաբան եղի այնտեղ, որտեղ Աստված քեզ կանգնացրել է։ Միաբան եղի։ Եվ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է։ Այս է, եւ այս ամենի վրա հագիր սերը, որ կատարելության կապն է։ Այսի կատարելությունն է։ Այսին, տեսեք, ինչքան պատկերացրեք, այսի մեր եկեղեցին է։ Պատկերացրեք ինչքան գեղեցիկ է։ Այսի կատարյալ եկեղեցի է, սիրելիներս։ Այսինքն միաբան Հիսուսից բռնված Սուրբ Հոգին էլ այսինքն տանում է ուղիղ դեպի քո հայրը։ Ընդ վերջում դու հանդիպելու ես քո հավիտենական հորը, ով քեզ ծնել է, ով քեզ կյանք է տվել։ Ամեն, եկեք կանգնենք աղոթքի։